10 մեղադրանք ժամանակակից եկեղեցուն, փոլվոշեր, անգիտություն Աստծու վերաբերյալ, բայց Աստված տգիտության ժամանակներ անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամենտեղ ապաշխարել։ Գործառաքելոց 17:30 խոսք. Երբ ինձ հրավիրում են քարոզել Աստծու հատկանիշների մասին, ես հաճախ պատասխանում եմ. եղբայրս, լավ մտածել ես այդ մասին։ Ինձ ասում են, ինչ նկատի ունես, այն թեման, որի մասին ցանկանում ես, որ ուսմունք տամ քո եկեղեցուն, բավականին հակասական է։ Ինչ նկատի ունես հակասական ասելով, խոսքն Աստծու մասին է, մենք քրիստոնյաներ ենք, սա եկեղեցի է, ինչը կարող է հակասական լինել։ Ես ասում եմ, թանկագին հովիվ, ահա թե ինչ կասեմ։ Երբ սկսեմ ձեր անդամներին սովորեցնել Աստծու արդարության, նրա ինքնիշխանության, բարգության, գերակայնության և փառքի մասին, ձեր եկեղեցու ամենալավ և ամենահին անդամներից ոմանք կասեն հետևյալը. դա իմ Աստվածը չէ։ Ես երբեք չէի կարողանա սիրել այդպիսի Աստծու։ Ինչու՞, որովհետև նրանք իրենց սեփական մտքում Աստված են ստեղծել և սիրում են այն, ինչ ստեղծել են։ Ահա թե ինչ է ասում Աստծու խոսքը, այսպես է ասում Տերը. իմաստունը իր իմաստությունով չպարծենա, և զորավորը իր զորությունով չպարծենա, հարուստը իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը։ Երեմիա 9:23-24 խոսք։ Այս բաները արիր դու, և ես լուռ մնացի, կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց կհանդիմանեմ քեզ և քո աչքի առջև կդնեմ։ Մի կարեք այս, ով Աստծուն մոռացողներ, միգուցե ես հափշտակեմ և ոչ ոք չլինի, որ փրկի։ Սաղմոս 50:21-22 խոսք։ Ո՞րն է խնդիրը։ Կա Աստծու ճանաչողության պակաս, շատերը լսում են սա և մտածում. Աստծո հատկանիշների և աստվածաբանության մասին խոսելը ոչ մի գործնական կիրառություն չունի։ Ինքներդ ուշադիր լսեք ձեր ասածը։ Իսկապես կարծում եք, որ Աստծու ճանաչողությունը չունի ոչ մի գործնական կիրառություն։ Գիտեք, թե ինչու են ձեր քրիստոնեական գրախանութները լեցուն ինքնօգնության մասին գրքերով։ Պատճառն այն է, որ մարդիկ չեն ճանաչում իրական Աստծուն։ Արդյունքում նրանց տրվում են ամեն տեսակի դատարկ մարմնական միջոցներ, որպեսզի վերջինս կարողանան բնազդաբար քայլել։ Արթուն կացեք արդարությամբ և մեղք մի գործեք, որովհետև մի քանիսը Աստծու մասին տգետ են։ Սա ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Ակորնթացիներ 15:34 խոսք։ Ինչու է մեղքը սանձարձակվում նույնիսկ Աստծո մարդկանց շրջանում։ Պատճառը Աստծո ճանաչողության պակասն է։ Երբ եք վերջին անգամ Աստծու հատկանիշներին նվիրված համաժողովի մասնակցել։ Որպես հովիվ, երբ եք վերջին անգամ ամիսներ շարունակ սովորեցրել այն մասին, թե ով է Աստված։ Եկեղեցական ուսմունքների որ մասն է այսօր առնչվում Աստծո ով լինելուն։ Հոսանքին համընթաց գնալը, այսինքն մյուսներին հետևելը հեշտ է, իսկ հետո մեկ օր այսպիսի խոսքեր ես լսում ու հասկանում, որ չես էլ հիշում վերջին անգամ երբ է որևէ մեկը սովորեցրել Աստծո հատկանիշների մասին, իսկ հետո զարմանում ենք, որ այսպիսին ենք, ինչպիսին կանք։ Նրան ճանաչելը, սա է ամեն բանի իմաստը։ Նրան ճանաչելը հավիտենական կյանք է։ Հավիտենական կյանքը չի սկսվում այն պահից, երբ ներս ենք մտնում փառքի դարպասներից։ Հավիտենական կյանքը սկսվում է դարձի գալու պահից։ Հավիտենական կյանքը Աստծուն ճանաչելն է։ Ինչ եք կարծում, մի ամբողջ հավիտենություն հիացնելու է ձեզ, երբ քայլեք ոսկե փողոցներով։ Միակ բանը, որ թույլ չի տա խելագարվեք հավիտենության մեջ, այն է, որ այնտեղ կա մեկը, ում փառքը անվերջանալի է, և դուք հավերժական հավիտենություն եք անցկացնելու, փորձելով ճանաչել նրան, գտնել նրան, սակայն երբեք չեք կարողանալու ձեր ձեռքերով պարփակել նույնիսկ նրա լեռան ստորոտը։ Սկսեք հիմա, այնքան բաներ կան, որ պետք է իմանաք և անեք, այնքան գրքեր կան, որ պետք է կարդաք։ Վերցրեք Աստծու մասին մի լավ գիրք, վերցրեք ձեր Աստվածաշունչը և ուսումնասիրեք, որպեսզի ճանաչեք նրան, որպեսզի իսկապես ճանաչեք ճշմարիտ և կենդանի Աստծուն։ Այս ամենի պատճառով կասեի, որ մի կողմից նույնիսկ լավ կլիներ այսպես կոչված որոշ եկեղեցիներում չանցկացնել կիրակնօրյա առավոտյան ծառայություններ։ Կիրակի առավոտները երբեմն ամբողջ շաբաթվա ամենամեծ կռապաշտության ժամերն են, քանի որ մարդիկ չեն երկրպագում միակ ճշմարիտ Աստծուն։ Մարդկանց մեծ բազմություն երկրպագում է մի Աստծո, որին ստեղծել են իրենց սրտերում, իրենց մարմնի օգնությամբ, սատանայական միջոցներով, աշխարհիկ խելքով։ Նրանք ստեղծել են իրենց նման Աստծո, մի Աստծո, որն ավելի շատ նման է ձմեռ պապին, քան Եհովային։ Մենք չենք կարող ունենալ Տիրոջ երկյուղը, եթե չենք ճանաչում Տիրոջը։